Տեղերի եկեղեցում միշտ չէ, որ ելումուտ կա։ Ձմռան ամիսներին, երբ ձյան-ծածկույթը անցնում է 1 մետրը, հինավուրց եկեղեցու այցելուն ու պահապանը, Գուրգենն ու նրա կինն են։ Արդեն 20 տարի է քաղաքում թողել են ամեն ինչ ու հաստատվել փոքրիկ գյուղակում, եկեղեցուն շատ մոտ։ Մեր ընտանիքն է պահել 63 տարի արդեն, հայրս է եղել, հիմա փոխվել է, այսինքն ծնողներս մամայիս հետ միասին, էստաֆետան փոխվեց մեզ։ Ես ու տիկինս ենք, զավակներս Երևանում են։ Գարնան պես տեղերի եկեղեցին ուխտավորների ու զբոսաշրջիկների սիրելի վայրն է դառնում։ Պարզանուշտատի գլխավորած ուխտավորների խումբը այստեղ է գալիս համարյա ամեն ամիս։ Ասում են խորանի առջև 1 ժամը բավական է 1 շաբաթ հոգեկան անդորի համար։ Հավատում են եկեղեցու հրաշագործ ուժին, պատմում են, թե այստեղ աղոթողը անզավակ չի մնում։ Ես դղրի զորությունները մենք շատ ենք զգացել, տեսել եմ էլի, ախպերս հիվանդացել է, շատ վատ է հիվանդացել, դղրի մայր Աստվածածին ասել է, որ բերեք իմ դուռը, բերել ենք իր դուռը մատաղարել ենք, ինք ոդի է կանգնել ու ամեն ինչը անցել է։ Այդ օրվանից մինչև այսօր մենք իր դուռը մատաղ ենք անում։ Տեղեր, դեղեր, դղեր, 13-րդ դարի եկեղեցին տարբեր անվանումներով է հայտնի։ Ավանդույթի համաձայն եկեղեցին դղեր է անվանվել, երբ անբուժելի մի հիվանդ ոտաբոբիկ հասել է տեղեր ու ճանապարհի բուժիչ բույսերով առողջացել։ Պատմական փաստով Վաչե Վաչուտյանի կինը Մամա Խաթունը եկեղեցին կառուցելով կատարել է ամուսնու վերջին կամքը, ով ցանկացել է հանգրվան գտնել բարձրադիր վայրում, որտեղից կերևային բոլոր տեղերը։ Այստեղից երևում է այդ 4 գավառները։ Բջնին, այսօրվա Կոտայքի մարզը, Արարատյան դաշտավայրը, Երևանը եւ Արագածոտնը։ Տեղերի եկեղեցում Վաչուտյանների տոհմից շուրջ 5 տասնյակ հանգուցյալ է ամփոփված։ Այստեղ է թաղված նաև եկեղեցու ճարտարապետը, աղբայրիկ վարդապետը։ 800-ամյա տաճարը համարվում է Հայաստանի առաջին երաժշտանոցը։ Գավիթն ու տանիքը այնպես են կառուցված, որ 4 անկյուններից շարականները տարբեր կերպ հնչեն։ Եկեղեցու հնագույն պատերը երբեմն նաև բերդամրոց ու ապաստարան են դարձել։ Եթե դուրս գանք, դրսից կտեսնեք գնդակների տեղեր, վերջի հարձակումներն եղել են 1918 թվականին թուրքերի կողմից։ Ժողովուրդը ամբողջովին պարպարվել են եկեղեցում, մինչև ռուսական բանակ գալիս ազնվության եւ այդպես ազատվում են Թուրքիա թաղանից։ Տեղերի վանքը վերակառուցվել էր խորհրդային շրջանում։ Ցանկացել էին նորոգել խոնարհված գմբեթն ու ամրացնել պատերը, բայց հաշվի չէին առել, որ բազալտի վրա ծեփը երկար չի դիմանա։ Սովետական դրոշի կարմիրն ու կապույտն էլ կծածկեն հնագույն զարդանախշերը։ Այսօր տեղերի Սուրբ Աստվածածին վանքը տանիքային խնդիր ունի։ Տանիքից մոտ 65 քարեր դուրս են եկել իրենց տեղից եւ եթե լինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ իրենց ներդրմամբ կարողանան օգնել, սա որովհետեւ ոչ միայն մերն է, այլ հայ ժողովրդի գոհարներից մեկն է։ Քարագմբեթ վանքի ներսի պատերը բարերարների օժանդակությամբ վերջերս վերանորոգվել են, սակայն հրաշագործ եկեղեցին նորոգման կարիք ունի։ Սյուզան Չիչակյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։